Շնորհակալություն, Մարիամ Հայլիկետեմ, պարոն Կարապետյան, տեսեք, Ֆրանսիայում նախագահը թոշակառուից շատ 10 անգամ է աշխատավարձ ստանում, իր պաշտոնյաները 7 անգամ, Հայաստանում այսպես է, վարչապետը 30 անգամ, իր պաշտոնյաները 20, դե չենք հաշվում նաև այն պարգևավճարները, որոնք իրենց պարբերաբար դուրս են գրում։ Նախ ինչպես եք վերաբերվում այս իրողությանը եւ եթե գաք իշխանության, ապա այս հարցին ինչպես եք վերաբերվելու եւ զուտ մի կարճ հարց այս թեմայի շարունակություն որպես մամուլում եւ մասնավորապես միջազգային մամուլում բազմիցս գրվել է, որ Հայաստանի իշխանությունները իդեմս վարչապետի եւ իր պաշտոնյաների դրսում կարողություններ ունեն Կանադա, Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, եթե գաք իշխանության, վերադարձ պետությանը լինելու է։ Այք մեր գլխավոր նպատակը ապահովել հայ ժողովրդին առաջին հերթին անվտանգություն, խաղաղ կյանք, կայուն խաղաղություն եւ ամենագլխավորը բարեկեցիկ կյանք։ Դրա համար ես հայտարարել եմ, որ ես միանգամից հրաժարվում եմ աշխատավարձից։ Այն մեկ դրամը, որ ես ստանալու եմ, ասել եմ, որ ուղղելու եմ վարչապետին, որ ինքը հնարավորություն ունենա զարգացնի իր խումբը, որովհետև ինձ չի թվում, թե ինքը հնարավորություն կունենա ուրիշ ինչ-որ աշխատանք գտնելու։ Բայց ես առաջարկելու եմ ինքը օգտվի մեր զրո հար փոքր բիզնեսի ծրագրից, որովհետև ես վստահ եմ, որ ինքը լուրջ ավելի շատ հոնորարներ չի ստանալու իր վարչապետով։ Դրա համար կարող է օգտվել մեր ծրագրերից։ Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին Կանադայում, քանի որ հիմա շատ հայտարարություններ են արվում, մենք ոչ մի ապօրինություններ չենք անելու։ Եթե իրոք կան ապօրինի քայլեր, ապօրինի գործողություններ, ապօրինի կաշառքներ, ապօրինի թալան, մենք ամեն ինչ ուշադիր ենք լինելու եւ օրենքի սահմաններում վերադարձնելու ենք մեր պետությանը։ Բայց եթե դա ընդամենը ժողովրդի մեջ տարածված խոսքեր լինեն, ես չեմ ուզում մի քանի տարի հետո նույն ձևով դուք անդրադառնաք մեր այսօրվա խոսակցությանը եւ հիշեցնեք ինձ, որ դուք ասեցիք ամբողջությամբ հետ ենք բերելու, բայց այնտեղ ռեալ հետ բերելու բան չկա։ Ինչպես այսօր անում են ներկայ իշխանությունները, փոթորիկ են անում ամբողջ Հայաստանում, որ ամեն ինչ հետ են բերում, բայց նույնիսկ ծիծաղելի է 8 տարվա ընթացքում ինչ են նրանք հետ բերել, նրանց գլխավոր նպատակը եղել է վախի մթնոլորտում պահել Հայաստանի թե նախկին ղեկավարությանը, թե բոլոր բիզնեսմեններին, դուք հասկացեք, իրենք մեկ խնդիր են լուծում, վերարտադրվելու խնդիր։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում մեր բիզնեսմենների հետ։ Բոլորը իրենց ընտանիքի անդամների հետ քրեական գործերի սահմաններում առավոտից երեկո գտնվում են տարբեր իրավական հաստատություններում, տո դատարաններում, տո քննիչների դուռը արդեն դա հասել է արտադրական չափսերի, նույնիսկ դուք չեք էլ պատկերացնում, դրանով իրենք ամբողջությամբ ոչնչացրեցին ներքին բիզնեսի ունեցած հնարավորությունները, ներդրումային հնարավորությունները։ Այսինքն մենք ամեն ինչ անելու ենք, լիցկաթափենք առաջերտին մեր հասարակությանը, որ առավոտից երեկո չզբաղվեն այդ խոսույթներով, մենք զբաղվելու ենք մեր երկրի տնտեսությունով,
Ստեղծելու ենք, ինչպես հայտարարել ենք, 300,000 աշխատատեղ, առավելագույնը մարզերում, որովհետև մենք արդեն տեսնում ենք ինչ է կատարվում մարզերում։ Այս մարդիկ ինչ հայտարարում են, իմացեք, սուտ է դա։ Մարզերը խայտառակ վիճակում են, մարզերը աղքատության շեմին են, իրենք 8 տարվա ընթացքում շատ մարզերում կրկնապատկել են աղքատությունը։ Մեր նպատակը առաջի հերթին շատ արագ ամիսների ընթացքում վերացնենք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը, եւ մենք դա ասել ենք, մենք դա անելու ենք մինիմում բյուջեի ծախսերով, հիմնականում մեր ունեցած այլ հնարավորություններով, մեր գործընկերներով, մեր ունեցած լավ հարաբերություններով միջազգային շատ հիմնադրամների հետ, որովհետև նույնիսկ ամոթ է, երբ դու 8 տարի կառավարում ես երկիրը եւ ունենք երեխաներ, ովքեր սոված են քնում։ Իսկ մենք ամեն օր մարդկանց կերակրում ենք սուտ խաղաղությամբ, ինչ-որ խոսույթներով, հին ու նոր, նախկին ներկա, մենք չենք ընդունելու այդ օրակարգը, մենք գնալու ենք մեր երկիրը զարգացնելու։